Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն 64 մանդատ, Ուժեղ Հայաստան դաշինք 29 մանդատ, Հայաստան կուսակցությունների դաշինք 12 մանդատ։ Օգոստոսի 2-ից գումարվող նոր խորհրդարանն այս համամասնությունը կունենա։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփեց ազգային ժողովի հերթական ընտրությունների արդյունքները։ Այսպիսով ՔՊ-ն միանձնյա առանց այլ ուժերի աջակցության կարող է ձևավորել կառավարություն, ընդունել սահմանադրական օրենքներ ու ընտրել մի շարք կարևոր պաշտոնատար անձանց։ Գլխավոր դատախազ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ, Սահմանադրական դատարանի անդամներ եւ այլն։ Հանձնաժողովի արտահերթ նիստում նշվեց, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ստացել է 3,993 տասնհազարորդական%։ Այդ պատճառով խորհրդարանում այս ուժը ներկայացված չի լինի։ Նիստի ընթացքում քննարկվեցին քաղաքական ուժերի կողմից Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված դիմումները։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ստացվել է 2 դիմում Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրության արդյունքները անվավեր ճանաչելու մասին։ Դիմումները ներկայացվել են Ուժեղ Հայաստան կուսակցության դաշինքի եւ Միասնության թևեր կուսակցության կողմից։ Ուժեղ Հայաստան դաշինքի ներկայացուցիչը ներկայացնելով իրենց ուժի դիմումը պնդեց. Նախընտրական շրջանում մեծ տարածում է ունեցել ատելության խոսքը, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դա պատշաճ գնահատականի չի արժանացրել։ Բայց վարչական դատարանի կողմից այն արձանագրվել էր որպես խախտում հանդիսացող երևույթ։ Արդյոք այն կանխեց նշվածը, բնականաբար ոչ։ Եվ նման ատելության խոսքի դրսևորում արել է մեկ քաղաքական ուժ։ Եվ դա քաղաքացիական պայմանագիր։ Եվ այդ ատելության խոսքի տարածումը իր ազդեցությունը ունեցել է ընտրողների ազատ կամքի արտահայտման ձևավորման վրա։ Վարդևանյանի խոսքով արձանագրված խախտումների պարագայում հանձնաժողովը պետք է իրականացնի երկու գործողություն՝ վերաքվեարկություն մի քանի տեղամասում կամ նոր ընտրություններ։ Խախտումների մասին խոսեց նաև Միասնության թևեր կուսակցության ներկայացուցիչը։ Իշխող քաղաքական ուժի կողմից ընտրական գործընթացում ձևավորվել է վարչական ռեսուրսի համակարգային կիրառման այնպիսի միջավայր, որը չի կարող դիտարկվել որպես առանձին կամ պատահական խախտումների համակցություն։ Նիստին ներկա էին նաև Բարգավաճ Հայաստան եւ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունների ներկայացուցիչներ։ Նրանց եւս դիրքորոշում ներկայացնելու հնարավորություն տրվեց։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ժամկետից ուշ էր դիմել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Կուսակցության ներկայացուցիչ Իվետա Տոնոյանը նշեց. այնինչ վերջին մեկ շաբաթվա ընթացքում տեղի է ունենում, որևէ առնչություն չունի լեգիտիմության հետ։ Տոնոյանը անդրադարձավ 35-ի 65, 10-ի 51, 12-ի 13 տեղամասերի քվեարկության արդյունքները անվավեր ճանաչելու որոշմանը։ Բացի նրանից, որ այստեղ ոտնահարվում է 3000-ից ավել ընտրողների իրավունքը, մարդիկ գնացել են քվեարկել են տարբեր քաղաքական ուժերի օգտին։ Եվ այստեղ կոնկրետ սկզբունքային հարց է առաջանում Բարգավաճ Հայաստան կուսակցության օգտին քվեարկած ընտրողների ձայների այսպես անվավեր ճանաչելը, որը մաթեմատիկական պարզագույն հաշվարկի դեպքում ձեզ թույլ է տվել հասկանալու, որ այդ դեպքում Բարգավաճ Հայաստան կուսակցությունը չի հաղթահարում շեմը։ Դիմումով ԲՀԿ-ն պահանջում է այս 3 ընտրատեղամասերում անցկացնել վերաքվեարկություն։ Հակառակ դեպքում ազգային ժողովի ընտրությունները ճանաչել անվավեր եւ նոր ընտրություններ նշանակել։ Անդրադառնալով հնչած քննադատություններին քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչ Արուսյակ Ջուլհակյանը հայտարարեց. եթե այս ընտրական process-ում մի բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշարքի բաժանումն է, եւ այս պայմաններում ըստ Ջուլհակյանի ինքը դժգոհ է նաեւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից, քանի որ նման խախտումները չէին կարող չազդել ընտրությունների արդյունքների վրա, եւ հանձնաժողովը պետք է արձանագրեր դա։ Քաղաքացու ճակատին գնապիտակ կպցնել ընտրակաշարք բաժանելու ձևով, հետո գալ էստեղ խոսել ամոթից 1000 ներողություն կնեք, ով է խոսում ամոթից, լռեք, ուղղակի լռեք։ Այս բոլոր ընտրակաշառատուները պատժվելու են, իրանց պատվիրատուները պատժվելու են, եւ այս քաղաքական ուժերը, առհասարակ այս քաղաքական ուժերը, որոնք որ քաղաքացու ճակատին գնապիտակ են կպցնում, ընտրակաշարք են բաժանում, աղճատում են ամբողջությամբ պետական քաղաքական համակարգը, ընտրական process-ները աղճատում են, հարամում են ամբողջությամբ քաղաքական համակարգը եւ ժողովրդավարական process-ները եւ փողի միջոցով պետության զարգման փորձ են անում, այս քաղաքական ուժերը, ներողություն ելույթը մի թույլ տվեք ընդհատեն։ Այս բոլոր քաղաքական ուժերը առհասարակ պետք է արգելվեն Հայաստանի Հանրապետությունում քաղաքական process-ներին մասնակցելուց։ Որոշման նախագիծը հրապարակելիս Վահագն Հովակիմյանը նշեց. 3 ընտրատեղամասում քվեարկության արդյունքների անվավեր ճանաչումը չի ազդում ընտրությունների արդյունքների վրա, որից հետո իրավիճակը լարվեց։ Հարգելի լիազոր ներկայացուցիչներ, մի խանգարեք նիստը։ Դուք
Երբ որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում կընդունի, դուք հնարավորություն ունեք դիմելու սահմանադրական դատարան։ Լռեք, դադարեցրեք։ Դադարեցրեք, մի խոսեք։ Տիկին, եթե չեք կարող լռել, դուս եկեք։ Նիստին զուգահեռ կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց բողոքի ակցիային իրականացնում Բարգավաճ Հայաստան կուսակցության Ուժեղ Հայաստան եւ Հայաստան դաշինքների ներկայացուցիչները։ Մեզ համար մեր հայ ազգը, մեր հայրենակիցները բացարձակ արժեք են եւ մենք հասկանում ենք, որ եթե փողոցային պայքարը սկսվի, ապա շատ անկանոն եւ զոհերով լի կլինի, այդ իսկ պատճառով մենք այդ քայլի չենք գնում, մնում ենք օրենքի շրջանակներում։ Ուշ երեկոյան ընդդիմադիր 6 քաղաքական ուժեր հայտարարություն տարածեցին, նշելով, որ ընտրությունների վերաբերյալ պաշտոնական տվյալները չեն արտացոլում ժողովրդի իրական կամքը եւ ընտրությունների ստույգ արդյունքները։ Ավելի ուշ հայտարարությամբ հանդես եկավ նաեւ Սերժ Սարգսյանի ղեկավարած ՀՀԿ-ն։ Հունիսի 7-ի այսպես կոչված ընտրությունների պաշտոնական արդյունքները կեղծ են, առ ոչինչ եւ չեն արտացոլում հայ ժողովրդի կամքը։ Հանրապետական կուսակցությունը նման կերպ ձևավորված ազգային ժողովը եւ դրա ստեղծած իշխանությունը չի ճանաչում որպես հայ ժողովրդի կամքի օրինական արտահայտություն, ասվում է հաղորդագրությունում։ Լիանա Խաչատուրյան, Ժիրայր Հաբետյան, լուրեր։